Ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է վտանգի պահին ոչ ոք մեզ չի փրկելու, եվրոպացիները վրդովելու են, ռուսներն ասելու են, մենք ձեզ կզանգենք։ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը։ Թրամփը պնդում է Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ, այսօր մարտի 24-ն է, երեքշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևորագույն իրադարձությունները։ Հայաստանի ազգային ժողովը գումարել է իր հերթական քառորյա նիստերը, օրակարգում ընդգրկված է ընդհանուր առմամբ 35 հարց, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ազգային ժողովի նախագահ Հալեն Սիմոնյանը այսօր անդրադարձել է Փաշինյանի այն ձևակերպմանը, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կլինի պատերազմ, թե ինչ հիմքեր ունի նման հայտարարություն անելու համար, Սիմոնյանը պատասխանել է։ Որովհետև երկու օրակարգ կա այսօր հայաստանյան քաղաքական դաշտում։ Դա մեկը խաղաղությունն է, մեկը պատերազմն է։ Մեկը ինչ-որ պահանջներ հարևանների նկատմամբ է, մյուսը տարածաշրջանում խաղաղություն հաստատելն է։ Դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ է պայմանավորությունը, դա օրակարգի, քաղաքական տեսլականի, քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Եթե դուք դա կենտրոնացնում եք Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, ապա այո, թող դա լինի այդպես եւ Նիկոլ Փաշինյանը թող համարվի խաղաղության խորհրդանիշ, ես դրան ընդհանրապես դեմ չեմ։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ process-ներին կարող է նաեւ նման չընդհատես։ Կարող է նման կանխատեսում անի, ես նաև նշեցի, որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում, նույն բանն են ասել, նույնիսկ խաղաղության պայմաններում, որը որ մենք հիմա ունենք, մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են, որ պատերազմ է եւ այլն եւ այլն։ Դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում, երբ որ վարչապետը նույն բանն է ասում, արդեն ավելի հիմնավոր ձևով։ Սիմոնյանը պնդել է վարչապետը ունի բավարար տեղեկատվություն, դրա համար էլ նման հայտարարություններ է անում։ Նա նաև նշել է, որ Հայաստանը երբեք չպետք է ունենա տարածքային պահանջներ։ Սիմոնյանը հակադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դրա համար ինքը վաղը մյուս օրը այստեղ նույնիսկ չի հայտնվելու իր այդ խոսքը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչա դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվելու։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորեն, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 քառակուսի կիլոմետր այտենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Սիմոնյանի խոսքով այն ուժերը, որոնք ուզում են պարլամենտ մտնել, իրենք պատերազմ են ուզում, անդրադառնալով իշխանությանն ուղղված մեղադրանքներին Արցախը հանձնելու հետ կապված, նա նշել է, որ Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնք կտոր արել են երկիրը եւ սխալ բանակցություններ արել։ Եթերով ուզում եմ առաջարկեմ Ռոբերտ Քոչարյանին կամ որևիցե այլ ընդդիմադիր գործչին ուղիղ եթերով վարչապետը մի ամիս է արդեն փողոցում է Հանրապետության ժողովրդի հետ շփվում ուղիղ եթերով, ես առաջարկում եմ նրանց մի շաբաթ որևիցե տեղ գնալ եւ ուղակի քայլել եւ այդ հարցերի բոլոր պատասխանները ինձ թվում է Քոչարյանը կգտնի։ Նարեկ ջան, խնդրեմ։ Ըսի կարող է եւ ռեյտինգի խնդիր ունի։ Քաղաքական գործիչ է, այս Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ռեյտինգ չունի։ Հանանք ստացած չենք, տժում ենք։ Ես անձամբ տժում եմ։ Ես Ռոբերտ Քոչարյանի նմանը, Ռոբերտ Քոչարյանը ինչի Ես Ռոբերտ Քոչարյանի իր նախագահության օրոք, երբ որ կաֆեներում մարդ էին սպանում այդ ժամանակ, անհանգստություն չունեի, երբ որ մարտի 1 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն չունեի, երբ որ հոկտեմբերի 27 էր տեղի ունենում, այն վաղ անհանգստություն։ Հիմա տժում եմ մնացածի վրա, որովհետև այդ քաղաքական գործիչներ շատ լավ է, Թոտեժան։ Ծաղրել երևի, հա։
Նրանք, որոնք խոսում են Պրահայի մասին, Ալմա-Աթայի մասին, բացասական, նրանք ուզում են, որ Հայաստանի Հանրապետություն առհասարակ չլինի, նշել է Սիմոնյանը։ Որ Քոչարյանը Պուտինին սիրում է, դա չի նշանակում, որ մենք վատ հարաբերություններ ունենք Պուտինի, դրա մասին չի խոսքը, որովհետև դուք եք երաշխավոր առաջ քաշում եւ Տրամպի հետ կապված կասկածներ հայտնում։ Ես ասում եմ, որ աշխարհում միանշանակ որևիցե բան չկա, եւ եթե դուք Տրամպի քաղաքական միջնորդությունը թերագնահատում եք, ես ասում եմ, մենք ունենք ավելի հստակ բան, եւ այդ դաշնակից երբ որ ժամանակը եկավ, ասես, դե ոնց որ պարզ չի Հայաստանը որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում, եւ մեզ ես եմ զանգել, բա այս ինչ է, այս ինչ ժանր է ուզում, այս ինչ ժանր է, մի րոպե, ես մի րոպե, իսկ ես կամ տեսախցիկի առաջ, որ ասում եմ քեզ թվում է, ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, չնայած կարող է, ոչ մեկ այնտեղ ինտերնետ չունի, այդ ինչ խոսալու, կամ ելը կներես էլի, այս ինչ ժանր է, պատասխանում եմ հարցին, այնտեղից ասում ես, որ զանգում եք, ես Պուտինին չեմ զանգում, դա ձեզ չի վերաբերում, դրան կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ պատեհ կգտնի։ Ինձ մի ընդհատեք, պատասխանում եմ հարցին, չխոսակ Պրագայի մասին։ Դա հակահայկական, հակա-Հայաստանի Հանրապետության դեմ նարատիվ է, Հայաստանի Հանրապետությունը Պրահայում ճանաչել է իր սեփական տարածքը, դրանով պահպանել է Հայաստանի Հանրապետությունը գաղութացումից, ծայրագավառ դառնալուց եւ իշխանությունը կորցնելուց։ Ով որ խոսում է Պրագայի մասին բացասական տրամադրվածությամբ, ուզում է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ երկիր չլինի։ Հաջորդ հարցը։ Ազգային ժողովը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վլադիմիր Վարդանյանի իտրության հարցը։ Հայաստանի նախագահը Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար։ Պատգամավորները հարցեր են ուղղել Վլադիմիր Վարդանյանին, մասնավորապես ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց է ուղղել նրան։ Եվ ձեր քննադատության հիմնական շեշտադրումն այն էր, որ Հրայր Թովմասյանը հանրապետական կուսակցության անդամ է եղել, հետո դարձել է Սահմանադրական դատարանի դատավոր, հետո նախագահ եւ նա չի կարող ուղղակի լինել անաչառ դատավոր։ Այսինքն, ու դրա հետ կապված հիշում եք, քանի օրենսդրական փոփոխություններ, հազար ու մի քայլեր, որ հնարավոր լինել գահընկեց անել Հրայր Թովմասյանին։ Հիմա դուք լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ամենավառ եւ ամենապրոֆեսիոնալ ներկայացուցիչներից, դուք գնում եք նույն ճանապարհով։ Ասացիք, որ առաջնորդվում եք երթումներով եւ շատ կարեւորում եք, որ պաշտոնյան իր երթումներին տեր կանգնի։ Հիմա ձեր երթումը ուրիշ ինչ բովանդակություն պիտի ունենա, որպեսզի մենք իսկապես հավատանք, որ դուք չեք գնում այնտեղ սպասարկելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության շահերը, եւ դուք գնում եք իրապես անաչառ դատավոր լինեք, որովհետեւ եթե Հրայր Թովմասյանը անաչառ չէր միայն նրա համար, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչն էր, ինչ տարբերություն հիմա հանրապետական, քաղաքացիական պայմանագիր, չգիտեմ, Հայ ազգային կոնգրես, թե այլ կուսակցության ներկայացուցիչ կներկայացվի բարձր դատարանում։ Ի վերջո, եթե նա ունի քաղաքական կոնկրետ շահեր։ Դուք 8 տարի սպասարկել եք այդ շահերը։ Շնորհակալ եմ։ Ի պատասխան Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ հարցն անսպասելի չէր, Հրայր Թովմասյանի հետ մեկ նմանություն կա, երկուսն էլ գնում են պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից, Սահմանադրական դատարան։ Իսկ դա շատ ավելի անկեղծ, պարոն Թովմասյանը հրաժարական էր ներկայացել նաև հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ առաջադրվել էր Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Բայց կա մի էական տարբերություն, նախ Տիգին Թովմասյան, իգիտություն, Սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն 5-ը գնացել են Սահմանադրական դատարան անմիջապես խորհրդարանից եւ երբեք դա հարց չի առաջացրել։ Գիմբալայան, Արևիկ Պետրոսյան, Ռաֆայել Պապայան երջանկայի շատակ, մելիքը հիշեմ, այս թիվը մեծ է եղել։ Հրայր Թովմասյանի հետ կապված հիմնական խնդիրը ոչ նրա մեջ էր, որ վերջինս խորհրդարանից տեղափոխում է Սահմանադրական դատարան, որքան նրա մեջ է, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատագով, խոսելով նրա մասին, որ Սահմանադրական նոր կարգավորումները ավելի ժողովրդավարական են, ըստ էության լինելով Սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, այդուհանդերձ
նոր սահմանադրության, իր իսկ կողմից կերտված սահմանադրություն, այս ամենայն հարգանքով եմ ասում, իր իսկ կողմից կերտված սահմանադրություն թողնում է մի կողմ եւ ընտրում է այն սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Օրեր անց։ Սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք։ Հավատացնում եմ ձեզ։ Եվ եթե մենք խոսում ենք նրա մասին, թե որն է հիմնական պրետենզիան, ապա պատկերացրեք, ես սահմանադրություն եմ հեղինակել կամ տեքստ եմ հեղինակել եւ ասել եմ, որ այս կարգը պետք է գործի, բայց նորմ կա, որը սկսելու է գործել ոչ թե 2018 թվականից, այլ այն ժամանակ, երբ որ ես կդադարեմ լինել սահմանադրական դատարանի նախագահ։ Եվ սա 2032 կամ 34 թիվն էր։ Սա նորմի գոյությունը հետաձգել այդքան ժամկետով։ Եվ այս պահին առաջինի տաղավարով զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մովսեսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մովսեսյան, նախ անդրադառնանք վերջին օրերին, ուրեմն քարոզարշավից վերջին օրերի քարոզարշավի ժամանակ հնչած մի շարք հայտարարություններին, մասնավորապես եթե օրինակ քաղաքացիական պայմանագիրը չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա աշնանը շատ ավելի կոնկրետ սեպտեմբերին կլինի պատերազմ, ոչ միայն պատերազմը լինելու, այլ նաև կատաստրոֆա, վստահ եմ հետևել եք, գիտեք այս ուրեմն տրամաբանությանը, ելույթներին, սրանք նախընտրական քարոզարշավի շրջանում արված ուրեմն հայտարարություններ են, որոնք շանտաժի էլեմենտ ունեն, թե դուք բացառում եք առհասարակ ու իսկապես տեսնում եք ռեալ վտանգներ, որ կարող են առաջանալ, օրինակ, եթե քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին չստանա սահմանադրական մեծամասնություն։ Օրինակ, այսօր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարեց, որ ըստ էության վարչապետը շատ տեղեկատվություն ունի եւ ուրեմն քաղաքացիական պայմանագիրը եթե չստանա սահմանադրական մեծամասնություն, ապա սեպտեմբերին կլինի, հա, պատերազմ։ Այդ տեղեկատվության հիման վրա արված հայտարարություն է վարչապետի կողմից, թե նախընտրական հնարքամեցեք։ Ես առնվազն ու դուք կարծում եմ տեղյակ չեք, թե ինչ տվյալների հիման վրա է վարչապետը նման հայտարարություն անում, այսինքն այստեղ մնում է ուղղակի հավատալ չհավատալու վարչապետի ինստիտուտի կամ անձի նկատմամբ վստահությունից ելնելով դժվար է պնդումներ անել, բայց իհարկե այստեղ իրականում հենց այդ երկու բաղադրիչներն էլ միասին կան, այսինքն այստեղ կա թե նախընտրական հռետորաբանություն, թե որոշակի ռիսկի հնարավորություն, այսինքն դե քաղաքացիական պայմանագիրը չէ մեղավոր, որ օրինակ նաև ինչ որ չափով իհարկե նրանք էլ են մեղավոր, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը նմանատիպ հայտարարություններ է տարածում։ Օրինակ, եթե ուշադիր լինենք, նույն օրինակ մեր ձևով կամ այսպես ուժեղ Հայաստան կուսակցության կողմից Ղարաբաղյան շարժումը շարունակելու, Ղարաբաղի հարցը այսպես ասած բարձրաձայնելու քաղաքականություն կարծես թե չէր շարունակվելու ըստ հրապարակային հայտարարությունների։ Այստեղ ինձ թվում է գործ ունենք զուտ նախընտրական ավելի շատ քարոզարշավի հետ։ Ըստ էության վարչապետը ունի կոնկրետ եւ իր թիմը ունի կոնկրետ քաղաքական նպատակներ եւ ինձ թվում է ոչ թե պետք է օրինակ, չգիտեմ, նեղսրտել, քննադատել եւ այլն, ուղղակի օբյեկտիվ իրականությունն է դա, մարդիկ ունեն քաղաքական նպատակներ եւ դրանից ելնելով կոնկրետ քաղաքական նարատիվներ են գեներացնում։ Կոնկրետ սահմանադրական մեծամասնության բաղադրիչը նոր է հայտնվել իրենց խոսույթում ու ինձ թվում է նոր հուշաձող էլ հիշում եք Գյումրիում սահմանվեց 65 պլյուս, այո, դենց դա սահմանադրական մեծամասնություն է, բայց հիմա քանի որ նաև այդ խոսույթը համապնդվում է նաև անվտանգային ռիսկերի, պատերազմի հավանականության վերաբերյալ հիմնավորումներով, այստեղ ինձ թվում է ցանկացած վերլուծող մարդ կարող է անել հետևյալ հետևությունը, որ ըստ էության ինչ է ասում նա, մենք այս պայն ունենք սահմանադրական բարեփոխումների գործընթաց, արդեն իսկ շատ պարզ առաջին դեմքի մակարդակում հայտարարվել է, որ Հայաստանը պատրաստ է իր սահմանադրության այս նոր տարբերակում հանել անկախության հռչակագրի վերաբերյալ հղումը, իսկ դա անելու համար պետք է կամ հանրաքվե կամ պետք է սահմանադրական մեծամասնություն։ Իմ կարծիքով սահմանադրական մեծամասնություն ունենալը ավելի շատ պայմանավորված է նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությամբ։
Սա իհարկե մյուս կողմից է նաև մարտավարություն է, որովհետև այնպես չի, եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չստանա, իրենց կյանքը շատ բարդ կլինի, իրենց նվազագույն նպատակը հաղթել ընտրություններում, առավելագույն եւ ամենալավ պայմանները կլինի իրենց համար 65% ստանալը, բայց ես չեմ կարծում, որ այն ոճը, որ վարչապետի գլխավորությամբ դրսևորվում է, չեմ կարծում, որ կարող է հասնել հաջողության, որովհետև մենք 65 Ինչ նկատի ունեք ոչ ասելով, պարոն Մովսեսյան, որովհետև շատերը նույն այս քարոզարշավի ուրեմն ժամանակ հնչած մտքերն են քննադատում։ Դուք հիշում եք Արցախցի կնոջ հետ տեղի ունեցած, իհարկե վարչապետը հրապարակավ ներողություն խնդրեց, Ալեն Սիմոնյանն էլ ասում է գետ մեկ այսպիսի դեպք հիշեք նախկինում, երբ վիրավորելու համար կամ ըստ էության նեղացնելու համար ներողություն են խնդրել քաղաքացուց, այսպիսի նախադեպ չի եղել, երբ առաջին դեմքերի մակարդակով այսպիսի ուրեմն հայտարարություն է եղել։ Դրան դեռ կանդրադառնամ, բայց ինչի եմ համարում, որ այս ոճը, այս հռետորաբանությունը չի կարող քաղաքացիական պայմանագրին բերել հաջողություն 65+% կամ 65% ունենալու առումով, որովհետև ես համոզված եմ, որ քաղաքացիական պայմանագիրը 65% ստանալու շանսը այլևս կորցրել է Հայաստանում, այդ շանսը մեկ անգամ տրվել է հեղափոխությունից հետո հեղափոխական օրակարգը իրականություն դարձնելու համար։ Ես վստահաբար կարող եմ պնդել, որ գոնե կիսով չափ եւ երբեմն եթե նաեւ որոշ միտումներ հաշվի առնենք, ամբողջությամբ կարելի ասել տապալված է հեղափոխության օրակարգի իրականացումը, ուղղակի կարծում եմ այստեղ որոշակի քրոնոլոգիական խնդիր կա, երբ որ մենք փորձում ենք այսօրվա իրադարձությունները համեմատել նախկին իրադարձությունների, դրանք միշտ կարևոր են, որովհետեւ մարդիկ այսօր երբ որ գնալու են ընտրության, քաղաքական դաշտում նախկիններն ու ներկաներն են հիմնական գործող դերակատարներ, բայց այնուամենայնիվ մարդիկ եւ հասարակական այն ակտիվ խմբերը, որոնք դուրս են եկել 2018 թվականի հեղափոխության եւ հետագայում դա նաեւ ամրապնդվեց ընտրություններով, դուրս չեն եկել նրա համար, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանին համեմատեն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ, մարդիկ դուրս են եկել այն նպատակով, որ այլևս Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ կարելի ասել նույնիսկ առաջին նախագահ, բոլոր նախկին նախագահները քաղաքական կյանքում ոչ թե օրենսդրորեն իրավական տեսանյութ, այլ դե ֆակտո գոյություն չունեն, որովհետեւ մարդիկ ոչ թե դուրս են եկել Սերժ Սարգսյանը։ Պատասխանատվության ենթարկվեն, պետությունից թալանածը պետությանը վերադարձնեն, այդ գործընթացներ քաղաքացին։ Դա տեղի չի ունեցել, հետեւաբար քաղաքացիական պայմանագիրը կորցրել է իր շանսը եւս մեկ անգամ ստանալու այդ մանդատը, եթե հիշում եք 21 թվականին Պողպատյան մանդատ են ստացել, կրկին կարծում եմ այն մարդիկ, ովքեր Պողպատյան մանդատի համար են քաղաքացիական պայմանագիր ընտրել, նրանց մի մասը հաստատ հիասթափված կլինի նաև Պողպատյան մանդատից եւ այս պայմաններում նաև հաշվի առնելով իրենց երբեմն վարչապետի այդ հուզական պորտկումը Արցախցի կնոջ հետ, այդ նարատիվները, այդ ատելության խոսքը, որն կիրառում է, այս պայմաններում հատկապես անհնար է, որ 65% քաղաքացիական պայմանագիրը ստանա։ Հիմա եթե չի ստանալու, ես օրինակ ինձ շատ հետաքրքիր է, եւ սա նաեւ հանրային պահանջ պետք է դարձնել այն առումով, որ եթե հունիսի 8-ին քաղաքացիական պայմանագիր ստանում է մեծամասնություն, բայց ոչ 65%, վարչապետը իր ընտրման ժամանակ հանրային հաշվետվություն ներկայացնի, երբ է լինելու պատերազմը։ Ես կարծում եմ, սա ամենառացիոնալ պահանջն է, որ մենք որպես հանրություն կարող ենք ձևավորել, որովհետև եթե ինքը ասում է սահմանադրական մեծամասնություն չունենալու պարագայում պատերազմ է լինելու, արդեն այսինքն մակարդակը նաև այդ կարգի է հասվել, ապա ես մտածում եմ, որ եթե նա չստանա սահմանադրական մեծամասնություն, բայց վարչապետ ընտրվի, հունիսի 7-ից հետո առաջիկա այդ ազգային ժողովի նիստում, որտեղ նա կընտրվի, պետք է հանրությանը իրազեկի սահմանադրական մեծամասնություն չստանալու պատճառով երբ է տեղի ունենալու պատերազմը։ Եթե դա չեղավ, ես կարծում եմ 26 թվականին նույնիսկ ընտրվելուց հետո քաղաքացիական պայմանագրի գործերը հաստատ լավ չեն լինելու։ Սահմանադրական մեծամասնություն, եթե չի ստանում ԿՊ-ն, ինչ իրավիճակ ենք ունենում, պարոն Մովսեսյան, մենք գիտենք վերջին ամիսներին արված հայտարարություններ Գյումրիի սցենարի կրկնության կամ Գյումրիի սցենարի իրագործման հետ կապված արդեն շատ քաղաքական ուժեր, դաշինքներ հայտարարել են եւ իրենք էլ սկսել են ըստ էության քարոզարշավը, եթե դիտարկենք օրինակ շաբաթ-կիրակի օրերին նաեւ Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի այցերը, մարզեր եւ այլն, ըստ էության արդեն պարզ է իրավիճակը, եթե չի ստանում սահմանադրական մեծամասնություն, հնարավոր լինում է այդ ընդդիմադիրների կողմից վարչապետի տեխնացու ունենալ եւ այսպես ասենք հաղթել ԿՊ-ին։
Այդ հավանականությունը, այս սցենարը միանշանակ հավանական է, չպետք է որևէ ձևով համարել դա անհավանական սցենար։ Ես նկատի ունեմ այն պարագան, երբ որ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է ստանում, այսինքն 50+1%, վարչապետ է ընտրվում Նիկոլ Փաշինյանը, եւ նա պետք է հանրային հաշվետվություն ներկայացնի։ Մենք չունենք, 65%-ը, մենք չունենք սահմանադրական մեծամասնությունը, բայց ես ընտրվել եմ վարչապետ։ Հիմա ասում եմ, թե երբ է լինելու պատերազմ, որովհետեւ ես այլ վերլուծական տրամաբանություն այստեղ չեմ տեսնում։ Ուրիշ բան, որ ասի ես չընտրվեմ, դա ինչ որ չափով հասկանալի է, բայց սահմանադրական մեծամասնություն չստանալու պարագայում կարծում եմ պարզ է, որ այն հանրաքվեն, որ պատրաստվում է, շատ դժվար ճանապարհ է անցնելու, որովհետև մեր սահմանադրական կարգավորումներով նախ ընտրական մասնակցությունն է բավականին բարձր, այսինքն ի տարբերություն սովորական ազգային ժողովի ընտրությունների, այնտեղ քվոտա կա։ Եվ երկրորդը նաև մի քիչ այստեղ քաղաքացիական պայմանագրի, եթե զգացել եք, խոսույթները շատ խոցելի են, հատկապես անկախության հռչակագրի եւ այլն, բայց կարևորն է, որ Հայաստանում ընտրողներն են որոշելու Հայաստանի սահմանադրությունը վերջնական իր տեսքով ընդունվելու է, թե չի ընդունվելու։ Բայց քանի որ վարչապետը նաև անդադար պնդում է, որ հնարավոր է պատերազմ եւ այլն, գուցե նաև սա աշխատի, բայց ուզում եմ ասեմ, գոնե ազգային ժողովի ընտրությունների ժամանակ այս խոսույթը չի կարող ստանալ 65%, ուղղակի դա անհնար է, որովհետեւ նման շանս եղել է, երբ որ կարելի ասել Նիկոլ Փաշինյանից բացի այլ վարչապետի տեխնացու չկար, դա 2018 թվականի ընտրություններն էին։ Այլևս այդ պայմանները չկան։ Այդ պայմանները չկան, բայց ԿՊ-ն գոնե հայտարարությունների մակարդակով վստահ է, եւ եթե այս ներքին համոզմունքը իսկապես կա, դա ստացվում է կտրված են իրականությունից, պարոն Մովսեսյան։ Չեմ կարծում, որ կտրված են, ես իրականում միշտ տեսեք, ասում են մենք քաղաքացու հետ հավասար ենք, քաղաքացու պես խաշած կարտոֆիլ ենք ուտում, լավաշ ենք ուտում, չգիտեմ, կարկանդակ ենք ուտում։ Կոնկրետ մեկ անձի մասին պետք է խոսենք, երբ որ խոսում ենք քաղաքական մեծամասնության մասին, դա Նիկոլ Փաշինյանն է, ում քաղաքական հոտառության եւ իրականությունից կտրված լինելու վերաբերյալ չեմ կարող պնդումներ կատարել, որովհետեւ իմ կարծիքով եզակի քաղաքական այդ անգլերենով political animal են ասում, քաղաքական կենդանին է, որ լավ զգում է հանրության տրամադրությունները, կարողանում է իր ընտրարշավը կոնկրետ թիրախային տանել եւ այլն, բայց ցանկացած քաղաքական գործիչ էլ ունենում է երբեմն իր հաղորդակցության մեջ սխալներ, ու մենք տեսնում ենք, որ վերջին շրջանում, քանի որ ընտրապայքարը ավելի է սրվում, այդ սխալները շատանում են, ու նաև այս սխալների շատանալով նաև կարող է վտանգվել նույնիսկ քաղաքացիական պայմանագրի մեծամասնություն ստանալու հնարավորությունը։ Եվ այդ սխալները կասեք, օրինակ հնարավոր է, որ սխալ եք դիտարկում, այսպես ասած, ուժեղների շարքը, որ վարչապետը ամեն օր կամ օրվա մեջ մի քանի անգամ գիտեք ուժեղ տղաներին, այսպես սուղերսներ է հղում, հրավիրում, ուրեմն դրական էֆեկտ է դա ունենում։ Ես կարծում եմ հենց արցախցի կնոջ հետ կապված միջադեպը, որովհետև դա հասարակ միջադեպ չէր, դա երկրի թիվ 1 դեմքի ղեկավարի կողմից ատելության խոսք է, սա ոչ թե վիրավորանք, այլ ատելության խոսք, երբ որ դու կոնկրետ համայնքին ես, ինքնության շուրջ համախմբված միավորման մարդկանց խմբին ես, ինչ որ վիրավորանքներ տալիս կամ ձևակերպումներ տալիս վիրավորական, դա արդեն ատելության խոսք է։ Այդ ոճը հանրային շփման եւ այլն, դա Իրանը չէ։ Ես կարծում եմ, որ ուղղակի ինքը ինքնատիրապետ, նույնիսկ անկեղծացավ, հա, այսինքն երբեմն այդ հուզական պորտկումների ժամանակ մարդիկ քաղաքական գործիչներ նույնպես կիսում են այն իրական մտքերով, որոնք իրենք մտածում են։ Սա փաստացի Նիկոլ Փաշինյանի իրական մտքերն էր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Բայց իհարկե քաղաքական գործիչները կարող են ունենալ իրական մոտեցումներ, բայց կարող են հանրային հաղորդակցություն փախկել, որովհետև հիմա տեսեք, օրինակ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մտածի, որ օրինակ պետք է Ղարաբաղյան շարժումը շարունակել, ես վստահ եմ ընդդիմության ամբողջ հատվածը, հատկապես այս տիտղոսակիր ընդդիմությունը ամբողջ օրը կխոսային նրա մասին, այն ռազմավարությունների ու մարտավարությունների մասին, որ Ղարաբաղյան շարժումը պետք է շարունակվի։ Բոլորը, նույնիսկ եթե չեմ սխալվում, Հայաստան Դաշինքից Աննա Գրիգորյանը մի անգամ անկեղծացել էր, որ մարդիկ իրենց չեն հասկանում, երբ որ խոսում են Ղարաբաղյան հարցի մասին, նոր պատերազմի մասին, մարդիկ ուզում են լսել նոր առօրեական կենցաղային խնդիրներ լուծող գործընթացների մասին։ Եվ դրա համար է, որ օրինակ նոր հայտնված ուժեղ Հայաստանը չի խոսում Ղարաբաղյան շարժման մասին։ Տնտեսական, խոսում է տնտեսական, անվտանգային այնպիսի համակարգի կառուցում, որը մեզ պաշտպանում է։ Այդ շատ կարևոր է, որովհետև մարդիկ չեն ուզում, որ մենք մեր անվտանգությունը ուժեղացնենք, որ նոր պատերազմ լինի, եւ այդ փաստը շատ լավ են հասկանում ընդդիմությունում։ Հիմա եթե իշխանությունը այս հանրային հաղորդակցության գործընթացում անընդհատ այսպիսի
խնդիրներ, խոչընդոտներ ունենա, ես չեմ բացառում, որ Գյումրի 2 լինի։ Ուղղակի դա այնպես չէ, անհավանական սցենար պետք է համարել, որովհետև այն ռեսուրսները, որ դրվում են այսօրվա անդիմության կողմից, հատկապես իհարկե Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական ուժի կողմից, երբեք չպետք է բացառել, նաև հաշվի առնելով այն հանրային դժգոհ տրամադրությունները, որոնք իրական են, որոնք այնպես չի, հա, իշխանություն շատ ֆանտաստիկ քաղաքականություն է վարել, մարդիկ ուղղակի չեն հասկանում, հա, երախտամոռ են եւ այլն, եւ իրական քաղաքացիական պայմանագիր ունի թե հաջողություններ, ձեռքբերումներ, թե նաև լիքը խնդիրներ, որոնց պատճառով մարդիկ հիասթափվել են բոլորից։ Բայց եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի այդ մարդկանց իրենց կողմը քաշել, կարծում եմ Գյումրի 2 սցենարը այնպես չի, որ շատ անհավանական սցենար է։ Պարոն Մովսեսյան, տեսեք, անդրադառնալով այսօր իշխանություններին ուղղված մեղադրանքներին Արցախը հանձնելու հետ կապված, Ալեն Սիմոնյանը նշում էր, որ Արցախը հանձնել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնք Հայաստանը կտոր տալիս էին ռուսներին եւ սխալ բանակցություններ վարում։ Սա էլ իշխանության հակադարձումն ու հռետորաբանությունն է եւ որքանով է սա առհասարակ ազդեցություն ունենում հասարակության լայն շերտերի վրա։ Մասնավորապես նա նաեւ նշում էր, որ Ալմատային դեմ է, Ալմատի հռչակագրին դեմ է, ուրեմն նշանակում է, որ ովքեր դեմ են, նրանք չեն ուզում, որ Հայաստանի Հանրապետություն առհասարակ գոյություն ունենա, լինի։ Կարծում եմ այդ նարատիվների ամենակարևոր աջակիցը Ռոբերտ Քոչարյանն է, եթե նա չլիներ, չեմ պատկերացնում, որ քաղաքացիական պայմանագիրը կարողանար այդքան մեծ, այսպես ասած, էնտուզիազմով ներկայացնել, որ իրենցից բացի ով ընտրվի պատերազմ է լինելու, ես էլ պետք է ուշադիր լինել այդ արտահայտությանը, վարչապետը չի նշել կոնկրետ ուժ, ասել է բոլորը, այսինքն բացի իրենցից բոլորը, այդ թվում նաև բացի տիտղոսակի ընդդիմություն Հայաստանում բոլոր ընդդիմադիր խմբերը եթե գան իշխանության, իրենք միակն են, որ հայտարարել են Ղարաբաղյան շարժումը ավարտելու մասին։ Այս սա կարևոր է, որ բոլոր քաղաքական խմբերը միշտ դա հասկանան, որ վարչապետը բոլորին է մեկ արկղում դնում։ Այսպես ձվերը բոլոր մեկ արկղում է դնում եւ այստեղ եթե տեսել եք, օրինակ հանրության վրա կարծում եմ քիչ է ազդում, որ օրինակ Ուժեղ Հայաստան կուսակցության, Սամվել Կարապետյանց կուսակցության փորձում են կապել նախկինների հետ։ Այստեղ ինչ որ կարծում եմ նյուանս կա հանրային տրամադրությունների առումով, չնայած այն մարդիկ հասկանում են, որ Սամվել Կարապետյանը օրինակ Ռուսաստանի քաղաքացի է կամ այլ երկրի քաղաքացի է, նրա եղբայրը եղել է հանրապետական եւ այլն, բայց այդ չափով ուժգին չի դրսևորվում այդ նարատիվը, ինչքան որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, հատկապես երբ որ նա հայտարարում է, որ մենք չպետք է սահմանափակվենք 29743 քառակուսի կիլոմետր տարածքով, սա փաստացի նոր տարածքների մասին խոսույթ է, որը քարտ բլանշ է իշխանության համար ասելու, որ եթե լինելու է կոալիցիոն կառավարություն ու այս մարդը այսպիսի բան է հայտարարում, թե այնտեղ Սամվել Կարապետյանը կամ նրա հորի եղբոր որդին ինչ կհայտարարեն, դա այդքան էլ կարևոր չէ ու կարծում եմ այստեղ գուցե ընդդիմության ներսում ինչ որ նաև նոր հակասությունների ալիք տեսնենք, ես եթե չեմ սխալվում, այս տաղավարում էլի խոսում ենք դրա մասին, որ Ռոբերտ Քոչարյանի այդ վարչապետի տեխնացու հայտարարելու վերաբերյալ համագումարում նրա հնչեցված ուղերձների մի մասը հենց ուղղված էր կոնկրետ ընդդիմադիր դաշտին, հենց կոնկրետ մեր ձևովին Ուժեղ Հայաստան կուսակցությանը նկատի ունեմ։ Նաև քննադատություններ կային, որ միայն ես եմ այստեղ։ Որովհետև ինքը խոսում է ինքնության, ազգայնական դաշտում է խոսում ինքը, հա, որ մեր ինքնությունը պահենք եւ այլն, նրանք խոսում են ավելի շատ տնտեսական զարգացման մասին եւ ասում են մեր ինքնության վերաբերյալ բանավեճը հրադադարի ենթակա չէ, կարծես նկատի ունենալով, որ դուք էլ պետք է ամեն օր խոսեք Արարատից, Իշխանասարից եւ այլն եւ այլն։ Այսինքն այստեղ կարծում եմ իրոք Ռոբերտ Քոչարյանը փրկողակ է, բայց մյուս կողմից էլ այնպես չէ, էլի որ մենք անհանգստություն չպետք է ունենանք, որովհետև մի ուրիշ բան իշխանության համար է փրկողակ։ Հա, այս նարատիվը տարածելու համար Ռոբերտ Քոչարյանը փրկողակ է, եթե չներ Ռոբերտ Քոչարյանը ավելի դժվար կլիներ բոլորին ասել դուք պատերազմի կուսակցություն եք, որովհետև Նարեկ Կարապետյանը օրինակ փաստացի գոնե հայտարարության մակարդակում մարդ ասել է մենք չենք շարունակելու Ղարաբաղյան կոնֆլիկտը։ Խոսել է վերադարձի իրավունքի մասին, արցախցիների բնակարան ապահովման մասին եւ այլն, ու սա մարդկանց մոտ հանրային տրամադրություններում հասկանալի ու ընկալելի է, ու այդ եմ ասում, որ որոշ դեպքերում գործող ընդդիմությունը ավելի խելացի է դիրքավորվում, քան իշխանությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը չգիտես ինչու իր ընտրազանգվածի գուցե նաև համոզմունքներով կաղապարված լինի, որովհետև իրենք
եփել են, չէ, տրամադրությունը։ Իրենք են, չէ, որ այս անցնող տարիներին խոսել են ոչ մի զիջումների մասին, խոսել են պրահայյան գործընթացի մասին, որևէ գնահատական չեն տվել Ռուսաստանի մասին, եւ Հայաստանում իրականում կան այդպիսի մարդիկ, կա հասարակական որոշակի հատված, որ այդպես է մտածում։ Եվ կարծում եմ, այստեղ իրենք փորձում են նաեւ այդ հանրային տրամադրություններով սահմանափակված լինել ու կարծում եմ ոչ թե զուտ միայն իրենց իդեաֆիքսն է, իրենք իրոք այդպես են մտածում, այլ դա էլ իրենց ընտրողների լսարանը, ուղղակի դա հնարավորություն է տալիս քաղաքացիական պայմանագրին դա օգտագործել իր այդ պատերազմի թե խաղաղության կուսակցության միջև կոնֆլիկտը ել ավելի եռացնելու համար։ Պարոն Մովսեսյան, ձեր գնահատմամբ այս քանի որ շատ են խոսում նաև հիբրիդային գրոհների մասին, որ սաստկացել են, սաստկանալու են ավելի շատ առաջիկա 2 ամիսների ընթացքում ունենալու ենք փաստորեն նաև խումբ, որը աշխատելու է դրանք չեզոքացնելու ուղղությամբ, ընդհանրապես ինչպիսի ուրեմն ազդեցություն կարող են այդ գրոհները ունենալ առհասարակ ընտրությունների արդյունքների վրա դրա եւ այդ օրինակ խմբերի Հայաստանում ձևավորումը ինչ ուրեմն պայքարի կարևոր ուրեմն գործիք կարելի է դիտարկել, որովհետեւ մի կողմից 20 հոգանոց խմբի մասին է խոսվում, մյուս կողմից խոսվում է տեղեկատվական եւ հիբրիդային գրոհների ուրեմն ընդլայնման, մեծացման մասին եւ նաեւ խոսվում է այն մասին, որ սրանք կարող են շատ լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Այդ հիբրիդային գրոհներն էլ մեկ ուրեմն երկրից են գալիս, երեք էլ արտաքին գործերի նախարարը անդրադարձավ ըստ էության, որ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, Ռուսաստանի Դաշնությունն է, որը կոնկրետ գումար է ներդնելու դրա համար եւ այլն եւ այլն։ Այն որ հիբրիդային պատերազմի կամ հիբրիդային սպառնալիքների հավանականությունը շատ մեծ է ու մենք արդեն իսկ որոշակի դրսևորումներ տեսնում ենք, դա փաստ է։ Բայց այստեղ մի կարևոր էլի նուրբ շերտ կա, որ անկախ նրանից թե դրանք ինչ ուժգնությամբ կդրսևորվեն այս նախընտրական հատվածում, մենք որպես պետություն կարևոր է որ այդ դիմադրողունակությունը ձևավորենք։ Այսինքն թե այսօր Ռուսաստանը կամ այլ երկիր ինչ գործիքներ կօգտագործի մեր ներքին կյանքի միջամտելու համար, մենք ոչ թե պետք է նստենք սպասենք, որ մի բան իրենք անեն, մենք հակադարձենք, այլ մենք տեղում պետք է աշխատանք կատարենք։ Հիմա Եվրամիության այդ խմբի այստեղ ուղևորվելը նաև դրանով է պայմանավորված, ավելի շատ կանխարգելող ինքը նաև հատկություն ունի եւ այնտեղ իհարկե խոսքը չի գնում, որ այդ ամբողջ բեռը այդ 20 հոգանոց խմբի վրա լինի, պարզ է, որ ամենակարևոր բեռը այստեղ Հայաստանում գործող քաղաքական ուժերը պետք է կատարեն, իրավապահ համակարգը, քաղաքացիական հասարակությունը եւ այլն։ Առնվազն, օրինակ, զուտ որպես նաեւ այս պահի դրությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, մենք այդ դիմադրունակությունը մեր միջավայրում, մեր համայնքում ստեղծում ենք։ Մենք ուրախ կլինենք, որ Հայաստանի ներքին գործերին չմիջամտեն, որտեղ այդպեսի մի հատ կարծիք եկավ, մարդիկ կան, ասենց կամ շատ վստահ են, որ լինելու է այդ հիբրիդային շատ լուրջ սպառնալիքը եւ կամ էլ շատ ուրախ կլինեն, որ լինի այդ ներքին գործերի միջամտություն։ Ես օրինակ ուրախ չեմ լինի, որ մեր ներքին գործերի միջամտենք ու մենք փորձենք դրան հակազդենք, բայց ես ուրախ կլինեմ, որ մենք այնպիսի դիմադրողունակ համակարգ ստեղծենք որպես պետություն, այսինքն մի կողմից իրավապահ համակարգ, մի կողմից քաղաքացիական հասարակություն, որ Ռուսաստանի կամ այլ երկրի կողմից ցանկացած հիբրիդային հարձակում ուղղակի անիմաստ ծախսեր լինեն։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, հա, ապատեղեկատվական հոսքեր կան, բայց ես վստահ չեմ, որ դրանք այսօր իրենց նպատակին ծառայում են, որովհետև ես մի շարք մասնագետների հետ խոսել եմ, թե կիբերանվտանգության, թե ապատեղեկատվական հոսքերի կառավարման հետ կապված, կարծես թե ինչ որ բան պլանավորվում է, բայց թե դա ոնց է օգտագործվել նախընտրական այս հատվածում կամ արդյոք օգտագործվել է, որևէ մեկը հստակ չի կարող ասել, բայց առնվազն միջև այս պահ կիրառված մեթոդները Ռուսաստանի կողմից հատկապես ցույց են տալիս, որ ավելի շատ ինչ որ մի բան փորձարկում, որովհետև երբեմն ծաղրանքի առարկա դառնող ինչ որ ապատեղեկատվական միջամտություններ են փորձում անել, որը ես չեմ կարծում, որ այս պահին ինչ որ լուրջ ազդեցություն է ունենում մեր նախընտրական այս քաղաքական կյանքի վրա, բայց քանի որ այսպիսի փորձարկումներ կան, ես առնվազն ռիսկը բավականին բարձր եմ համարում, որ այս փորձարկումների արդյունքում իրենք այնպիսի պրոդուկտներ կստեղծեն, որ ազդեցություն կունենան մեր նախընտրական արդյունքների վրա։ Եվ հետեւաբար մեր անելիքը այստեղ պետք է լինի տնային աշխատանքը ու այստեղ իհարկե նուրբ խոսակցություն է պետք տանել հանրության հետ, որովհետև մարդիկ տեսնում են, որ այստեղ նարատիվներ կան, հա, այս գործող քաղաքական դաշտի դերակատարներ, տարբեր հասարակական խմբեր ասում են, հո, օրինակ միայն Ռուսաստանը չէ այս հիբրիդային պատերազմը տանում, Ադրբեջանը, Թուրքիան եւ այլն։
նախ չպետք է շղթել, որ այդպիսի բան կա, այսինքն հարևան երկու երկրների կողմից մենք հատկապես Ադրբեջանի կողմից անցնող տարիներին տեսել ենք այդ ներքին գործերի միջամտելու փորձերը, բայց այստեղ տարբերությունը որն է, որ Ռուսաստանը Հայաստանում ունի ահռելի ռեսուրսներ, քաղաքական դերակատարներ, գործիքներ, տնտեսական, չգիտեմ, էներգետիկ եւ այլ բազմաթիվ գործիքներ, ռազմական, տնտեսական եւ այլն։ Հիբրիդային պատերազմը հենց դրանով է դրսևորվում, երբ որ տարբեր գործիքներ համակցվում են, ոչ թե միայն տեղեկատվական դաշտում են ձևավորվում։ Իսկ Ադրբեջանի պարագայում իհարկե իրենց խոսույթ Հայաստանում կարող է վախներ շնչել, ամստահություն, օրինակ քաղաքական մեծամասնության նկատմամբ եւ այլն, բայց Ադրբեջանը Հայաստանում բարեբախտաբար գործիքներ չունի որևէ ձևով ներքաղաքական կյանքին խառնվելու համար։ Իսկ մենք Ռուսաստանը գիտենք, այստեղ ինչ գործիքներ ունի, նույնիսկ քաղաքական խմբեր կան, որոնք տառացիորեն կրկնում են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերը Հայաստանում ընթացող բանավեճերում, դիսկուրսներում եւ այլն։ Մի խոսքով ռիսկը բարձր է, միակ բանը այն է, որ մենք պետք է պատրաստվենք դրան, ոչ թե օրինակ երազենք, որ այդպիսի բան լինի, որ դրա դեմ պայքարենք, մենք ինչքան պատրաստ լինենք, այնքան նույնիսկ մտածում եմ, որ ռուսները նույնիսկ այնպիսի մեթոդներ չեն տեսնի կամ այնպիսի մեթոդներ կօգտագործեն, որոնք զրո ազդեցություն կունենան կամ քիչ ազդեցություն կունենան։ Անդրադառնանք այսօր գիտեք քարորյան էր մեկնարկել խորհրդարանում եւ Սահմանադրական դատարանի դատավորի տեխնացուի հարցն է, գիտեք այդ պաշտոնում առաջադրվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ նաեւ այսօր այսպես արդարացի հարցեր էին հնչում թե օրինակ ինչ տարբերություն ձեր եւ Հրայր Թովմասյանի միջև ընդդիմադիր պատգամավորներից փորձում էին հասկանալ, որովհետեւ երկուսն էլ կուսակցական են եղել եւ գիտեք, երբ Վլադիմիր Վարդանյանի ուրեմն տեխնացության հարցը արդեն եղավ, քաղաքասարակության ներկայացուցիչները, իրավապաշտպանները, փաստաբանները իրենք բավականին կոշտ արձագանքեցին եւ քննադատության ենթարկեցին։ Հիմա ըստ էության Սահմանադրական դատարանի ուրեմն դատավոր եթե դառնա Վլադիմիր Վարդանյանը, ըստ էության կարող է արդյոք իր քաղաքական թիմից որքան էլ ԿՊ-ից դուրս է եկել, հա, քաղաքական թիմին դեմ ուրեմն որոշումներ կայացնի։ Դուք ինչպես եք առհասարակ գնահատում եւ արդյոք ճիշտ էր քաղաքացիական պայմանագրի այս դիրքորոշումը, այդքան շատ կադրի պակաս կա։ Դե հենց կասկածներն էլ այդտեղից ծնվում են, ցանկացած նշանակում պետք է ունենա որոշակի տրամաբանություն։ Եթե մի տարբերակը կադրերի պակասն է, շատ վատ է, բայց պարզ է, որ Հայաստանում գուցե մարդիկ լինեն, որ իրոք կարող են համապատասխանել Սահմանադրական դատարանի դատավորի տեխնացու լինելու համար, բայց երբ որ քաղաքացիական պայմանագրի այդ ուղին կադրերի ընտրության փակում է, մարդկանց ուղերձ է հղում, որ իր համար կարևոր է, որ այնտեղ լինի կուսակցական անձնավորություն։ Սա պետք է անկեղծ խոստովանել, որովհետև մարդկանց մոտ այլ ընկալում ուղղակի չի կարող ձևավորել, երբ որ դու ուղղակի միանգամից որոշում ես, որ հենց քո կուսակցականը պետք է լինի Սահմանադրական դատարանի դատավորի տեխնացու, հետո դատավոր դառնա։ Իհարկե ես ժողովրդավարական հետընթացի առումով, երբ որ քննադատությունը հնչում է գործող ընդդիմության շուրթերից, խորհրդարանական ընդդիմության շուրթերից, մարդիկ այդքան էլ լավ չեն ընկալում, այսպես ասած, լավ կլիներ, երբ որ Հայաստանում ժողովրդավարական հետընթացը քննադատվեր եւ ավելի շատ մասսայական դառնար հենց ժողովրդավարական ուժերի կողմից, քաղաքացիական հասարակության կողմից ու շատ կարեւոր է նաեւ այս պարագայում ուղղակի չլռելը, որովհետեւ ինչքան էլ որոշ հարցերում մենք գործող ընդդիմության հետ բարձր արժեքային որևէ ընդհանրություն չունենք, խաղաղության կամ արտաքին քաղաքականության բալանսավորման վերաբերյալ ուղղակի հակառակ պատկերացումներ ունենք եւ այլն, Հայաստանում ժողովրդավարական հետընթացը պետք է խստիվ դատապարտվի ժողովրդավարական բոլոր ուժերի կողմից ու այստեղ չպետք է լինեն բայց եւ այնուամենայնիվ նման կապակցություններ, որովհետեւ այն ինչի դեմ որ մարդիկ պայքարել են, այսօր ինչ որ դրսևորումներով հետ է վերադառնում, անկախ նրանից թե քաղաքացիական պայմանագիրը ինչ բարի նկարտումներ ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի նկատմամբ, այստեղ խոսում ենք ժողովրդավարական ինստիտուտների մասին։ Եվ անկախ նրանից թե Վլադիմիր Վարդանյանը ապագայում ինչ որոշումներ կկայացնի, նույնիսկ եթե նա քաղաքացիական պայմանագրի դեմ օրինակ ինչ որ որոշում կայացնի, դա դեռևս չի նշանակում, որ սա լավ պրակտիկա է։ Սա միանշանակ լավ պրակտիկա չէ ու այնտեղ ես ուշադիր լսում եմ թե Վլադիմիր Վարդանյանը ինչպես էր արձագանքում Թագուհի Թովմասյանի հարցին, որ
որն է կայանում իր եւ Հրայր Թովմասյանի տարբերությունը։ Իրականում այն ինչ որ ինքը նշում էր, ինչ որ չափով նաեւ նման է ինքը Հրայր Թովմասյանը, որովհետեւ կարծում եմ մենք միամիտ մարդիկ չենք մտածելու, որ այս գործող սահմանադրության տեքստը, որ մշակում է Վլադիմիրը արդեն ընդհանրապես տեղյակ չէ ինչի մասին է, երբևէ որևէ խորհրդատվություն չի տվել։ Մենք խոսում ենք միայն անձի մասին, երևի թե որ ազգային ժողովում քաղաքական մեծամասնության կողմից օրենքի նախագծի մեծ մասը իր թրի տակով են ասում, հա, այսպես ասած, որովհետև հիմնական իրավաբաններից մեկն է այդ իրավական ոլորտը առաջ տանող, բարեփոխում է իրականացնող, իդեպ ես վերջերս իմացա, որ փաստորեն նույնիսկ նա եղել է որոշակի հեղափոխական այդ գործընթացներում տորպեդահարող մարդկանցից մեկը, օրինակ վեթինգի գործընթացի մասով եւ այլն, այսինքն հիմա այս ամենը չհամաձայնելով մենք գործ ունենք եւս մեկ անգամ շատ կտրուկ այդ հեղափոխական օրակարգից հետնահանջի հետ եւ դա պետք է միանշանակ քննադատվի ու այստեղ ես շատ քիչ տարբերություն եմ տեսնում Վլադիմիր Վարդանյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ, եթե անկեղծ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Այսօր Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից սկիզբ առած պատերազմի 25-րդ օրն է։ Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Իրանի դեմ տարվող պատերազմի մասին եւ մի շարք ուշագրավ հայտարարություններ արել։ Սպիտակ տան ղեկավարը կրկին հայտարարել է, թե Վաշինգտոնը բանակցում է Թեհրանի հետ եւ այժմ համաձայնության հասնելու լավ հնարավորություն կա։ Նա պնդել է, թե Իրանը համաձայնել է հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից։ Ըստ Թրամփի, Թեհրանն այժմ ունի եւս մեկ հնարավորություն վերջ դնելու Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ Թեհրանը կօգտվի այդ հնարավորությունից։ Խոսելով Հորմուզի նեղուցի մասին, Թրամփը նշել է, որ այն շատ արագ կբացվի, եթե ամեն ինչ լավ լինի։ Մեկնաբանելով իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների մասնակի մեղմացումը, Թրամփը նշել է. «Ես պարզապես ուզում եմ, որ համակարգում որքան հնարավոր է շատ նավթ լինի։ Մենք նույնիսկ չգիտենք, թե արդյոք Իրանը ստանում է այդ գումարը։ Իրանի ստացած ցանկացած փոքր քանակությամբ տարբերություն չի ստեղծի այս պատերազմում»։ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պլանավորում էր պայթեցնել Իրանի կենտրոնական էլեկտրակայանը, որի վերականգնումը կարժենա $10 միլիարդ, սակայն հետաձգել է այդ գործողությունը։ Չնայած ԱՄՆ նախագահի պնդումներին, Իրանը շարունակում է հերքել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները։ Թեհրանը որևէ բանակցություններ չի վարել Միացյալ Նահանգների հետ, պնդում է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղերի Ղալիբաֆը։ Նա ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին պնդումները անվանել է կեղծիքներ, որոնք օգտագործվում են ֆինանսական ու նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի միջև փակուղին խզելու փորձ կատարելու համար։ Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Իրանը միջնորդներից հաղորդագրություններ է ստացել, որոնցում արտահայտվում է ԱՄՆ-ի ցանկությունը բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես պնդում է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ չեն վարվել։ Իսկ ահա CBS News-ը հաղորդում է, որ Իրանը ուսումնասիրում է միջնորդների միջոցով փոխանցված ԱՄՆ առաջարկները, հղում անելով Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Այս ամենի խորապատկերին IKOS-ը հաղորդում է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը նախապատրաստում են հանդիպում Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում արդեն այս շաբաթ։ Իրանական պատվիրակությունը կարող է գլխավորել խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ն կներկայացնի նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիտկոֆը, ինչպես նաեւ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները եւ հնարավոր է Միացյալ Նահանգների փոխնախագահ JD Vance-ը։ Մինչ այժմ կողմերը շփվել են միջնորդների Թուրքիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի միջոցով։ Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իրանի դեմ պատերազմի մասին։ Նեթանյահուն ասել է, որ Թրամփը կարծում է Իսրայելի եւ Ամերիկայի ռազմական հաջողությունները Իրանում կարող են հանգեցնել համաձայնագրի, որը կիրականացնի պատերազմի նպատակները, միաժամանակ պաշտպանելով Իսրայելի կենսական շահերը։ Տեսաուղերձում Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը կպաշտպանի իր շահերը ցանկացած հանգամանքներում, շարունակելով հարձակվել Իրանի, ինչպես նաև Հեզբոլլահի եւ Լիբանանում Իրանի կողմից աջակցվող այլ ուժերի վրա։ Եվ այժմ կապ ենք հաստատել Լիբանան, Բեյրութ, զրուցելու ենք Բեյրութում լույս տեսնող Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտարյանի հետ։ Պարոն Կանտարյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։
Բարև ձեզ, ես նույնպես։ Պարոն Կանտարյան, մինչ կանցնենք Իրանում ծավալվող իրադարձություններին, նախ ուզում եմ անդրադառնանք Լիբանանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես Լիբանանից, որ երկիրը կարծեք թե այս պահին երկու մասի է բաժանվել եւ խոսակցություններ կան արդեն, որ Իսրայելը կարող է առհասարակ ուրեմն գրավել հարավային Լիբանանը, դուք ինչպես եք գնահատում դա որքանով է առհասարակ այս փուլում հավանական, համեցեք։ Այո, գործողությունները կենտրոնացել են հատկապես հարավային շրջանի վրա, աշխարհակրթություն է ճշտել Իսրայելը, հիմա մինչև Լիտանիքի հետ սահման ունենալով եւ փաստորեն հարավային այդ շրջանը փորձում են անջատել Լիբանանից կամուրջները եւ ցամաքային ճանապարհները ամբողջ գազམ་ականթելով, հրթիռագործելով շատ ինտենսիվ կենտրոնացած գործողություններ են որոշ կոդի ստեղծելու, ինչը իրողապես դե ֆակտո ծրագիրը ուրեմն Իսրայելի բռնագծումն է այդ տարածքների եւ պարզ է, որ նաեւ Լիբանի ճրային բաշարների վրա դիրապետման վերահսկողություն հաստատելու նպատակն է հետապնդում, որտեղ նաև իբրև սահման նշվում են չրարատ գետեր։ Առընթեր նաև եւ երեք շատ սաստիկ էին հրթիռագործումները Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ Հեզբոլլայի կենտրոններ են եւ հատուկ թիրախներ եւ անverջ ուրեմն շրջակայում էին իսրայելյան օդանավները, ռազմական օդանավերը։ Ուրեմն ուղղությունը հատկապես ուրեմն առայժմ հարավային շրջանի վրա կենտրոնացել է, առընթեր նաև Բեյրութի հարավային արվարձանների որոշ հենագետեր կամ իրենց դիտանկյունից ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ անverջ հրթիռագործվում են։ Ուրեմն ամբողջ Լիբանանը բնականաբար նաև հայտնվել է այս բոլոր գործողությունների հետևանքով ստեղծված քաղաքականական զանգվածային ալիքի դիմաց, ինչը նաև ժողովրդակրթությունն է փոխում ընդհանրապես լիբանանյան խորավատքերի վրա։ Գալով Իրանում տեղի ունեցող գործողություններին ու զարգացումներին, նախ պարոն Կանտարյան, ձեր գնահատմամբ դեռ որքան կտևի պատերազմը, եթե հաշվի առնենք Թրամփի եւ Նեթանյահուի ուրեմն հայտարարությունները, ապա կամ պատերազմը արդեն վերջացել է, կամ շատ կարճ ժամանակ անց պիտի նոր կվերջանա, որքանով Իրանը ձեր գնահատմամբ կհամաձայնվի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այսպես ասած, պահանջները կատարել։ Գիտեք, այստեղ ուշագրավ է հնքորյա ժամկետը, որը ճշտեց Թրամփը, եւ այդ 5 օրվա համար որոշեց արգախել էլեկտրականության համագարքի ուրեմն ամբողջ հրթիռագործման գործողությունների ծրագիրը։ Այստեղ հակասական հայտարարություններ են, որովհետև Վաշինգտոնը բարձրացրեց, որ անգամ ոչ միայն երկխոսություն բանակցություններ են գնացել, արդյունավետ դրական շեշտադրումներով ներկայացրեց, Թեհրանը մերժեց, այսօր նաև ամերիկյան վարչագահի մոտ կանգնած աղբյուրներ անգամ խոսում են հարաճիգա ղեկավարի հավանականության մասին, ասելով որ այդ բանակցությունները ընթացել են նաև ուրեմն Իրանի ազգային ժողովի նախագահի հետ, Թեհրանը այս տեղեկությունները եւս հերքեց, գիտեք, միաժամանակ դերեկատվական պատերազմ է եւ այս տեղեկությունների անգամ նաեւ պաշտոնական հայտարարությունների հավաստիությունը ճշտելի է այն առումով, որ հետագա իրադարձությունները բավական լույս կսրբեն այս հայտարարությունների կամ հրապարակումների հավաստիության ճշմարտացիությանը վրա, բայց առնենք, եթե զուտ հայտարարությունը փորձում ենք մտածել, որ նաև պատերազմի գանգարի
հրատատարի, ժամանակավոր հրատատարի գուցե, կամ ընդհանրապես ելքի ձևավորման համար որոշակի միտում կա հատկապես Միացյալ Նահանգների կողմից։ Բայց կարծում եմ, որ եթե բանակցությունները վերսկսվեն, նոր օրակարգեր կճշտվեն, որովհետև գիտեք, միջուկային թղթազրահը մեկ անգամ ևս արձանագրվում է Միացյալ Նահանգների կողմից, բայց մինչև այս պատերազմի պրընկումը արդեն Իրանը բաց դարձրել էր, որ ինքը միջուկային համագարկի օգտագործումը զուտ խաղաղասիրական նպատակներով է եւ ոչ թե մտադրություն ունի միջուկայինի ռազմականացման։ Երկրորդը, որ պրոքսիներն էին, իրանյան պրոքսիները բարձ է, որ նախկին բնությունը չունեն եւ ոչ Գազայում, ոչ Լիբանանում, ոչ Սիրիայում, ոչ Եմենում, անգամ Իրաքում։ Ուրեմն եւ երրորդը, որ հերահար հրթիռների արտադրողականության չեզոքացման գետներ, դա սերտորեն կապված է իհարկե Իսրայելի հետ եւ գիտեք նաեւ նախկին բանակցությունների օրակարգային ձևաչափի մասին սուր հակասություններ կային, որ դա լինելու է փուլային եւ թե փաթեթային, այսինքն առաջի հերթին պիտի կենտրոնանան միայն միջուկային օրակարգի վրա, թե նաեւ երկու այդ գլխավոր օրակարգերը եւս պիտի ներառեն իրենց ազանցիալ ենթաօրակարգերով կամ խնդիրներով հանդերձ։ Բայց կարծում եմ հիմա, որովհետեւ ամբողջ այս բادرազմի պրինցիպայությունը, ասենք, կենտրոնացել էր Հորմուզի կամ ուրեմն ամիջական գծի վրա դիրապետություն հաստատելու, անգամ նաև ցամաքահանում կատարելու զինվորական գործողություններով վերահսկողություն կատարելու։ Հիմա եթե ուրեմն նեղ ժամկետների մասին է խոսվում, փաստորեն հիմնական առաջարկը ուրեմն այդ Չրանցկի ճամփով ամբողջ ուրեմն էներգիայի ոլորտի վերահսկողության եւ էներգիայի եւ արտահանման եւ նաեւ աշխարհագրական դիրքը նկատի ունենալով ամբողջ դարանցիկ ուղիների վրա աստեցություն ունենալու, այսինքն Միացյալ Նահանգները կարծում եմ այս երբ ուզում է վերցնել իր մասնաբաժինը այդ քերշահույթներին, ամբողջ այս էներգիայի արտահանման կամ դարանցիկության այդ ամբողջ համագարկի վրա եւ ամբողջ պատերազմի էությունը նպատակը եթե մանավանդ այդ գործողությունների շարքի շղթայական շարքի դրամապանությունը նկատի ունենանք չմոռանանք որ Թրամփը հայտարարել էր որ Իրանից հետո Կուբան է թիրախը ուրեմն սա ենթադրում է որ ինչ որ շարք գործողությունների շարք է հերթական եւ եթե նաեւ հետաքիծը նայենք Վենեսուելայի մասով, Գրենլանդիայի մասով, Իրանի մասով, Վելոկուբա, ամբողջ ուրեմն Չինաստանի հետ հարաբերակցաբար հիմնական ոչ միայն արևդուրի ապրանքաշրջանառության, այլ հիմնական նաև նավթի, քարյուղի, ուրեմն գազի, այս ոլորտների համաշխարհային տնտեսական շուկայի ուրեմն վերահսկողության տնտեսական հեգեմոնիայի հաստատման միտող գործողություններ են եւ Թրամփի նաեւ փիլիսոփայությամբ այս բادرազմի ուրեմն ամբողջ գործողությունների ծախսերը կարող են ընկալվել իբրև ներդրում հետագային ստանալիք քերշահույթների, այսինքն նաեւ տնտեսական ուրեմն փիլիսոփայություն այս ամբողջ գործընթացների եթե նկատի ունենանք Պարոն Կանտարյան, ձեր գնահատմամբ իհարկե նշեցիք, որ կարող է ժամանակավոր հրադադար առաջիկայում լինի, բայց Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ հնարավոր է սկսի օրինակ Հորմուզի նեղուցը բացելու համար։ Եվ առհասարակ շատ է խոսվում, որքանով այս գործողությունները կարող է վերածվեն առհասարակ ցամաքայինի։ Գիտեք, Հորմուզի Չրանցկը աշխատում էր արդեն պատերազմից առաջ, ամբողջ խնդիրը Հորմուզի Չրանցկի կամ Չրանցկով անցկացվող այդ ամբողջ հսկայական
ուրեմն նավթի, արևդուրի, էներգիայի արևդուրի բաժնեկցության խնդիրն է եւ եթե Իրանը օրինակ ընդունի ուրեմն նոր օրագարկերով բանակցությունների գտալ, որի դիմաց բնականաբար ինքն էլ պիտի պահանջի պատժամիջոցների ամբողջական վերացում կամ ընդհանրապես գադարիալ աբաշրջապագում տնտեսական եւ Իրանի ուրեմն եւ ռեսուրսների եւ նաեւ դարանցիկության այդ համագարկերի ուղիների լիագադար ուրեմն աշխատելը, բայց այստեղ բնականաբար նաեւ պիտի այդ շահույթների բաժնեկցում լինի։ Եթե այս օրագարկով բանակցելու պատրաստականություն հայտնեմ, մինչ այժմ դեռ նման ուրեմն դրամատիոն կամ նման որոշում չկա։ Սա արդեն կփոխի ամբողջ իրադարձությունների ուղղությունը եւ գիտեք, բայց միաժամանակ մի քանի դիտարկում պետք է արձանագրվի, թե այս պայմաններում Թրամփի առաջարկը, ժամկետը, ուրեմն եւ Իրանը համաձայնություն հայտնի նստելու բանակցային սեղան, մենք մի քանի բան պիտի դիտարկենք, որ ուրեմն նույն գործող վարչագարկն է, որի ներկայացուցիչները գնալու են բանակցելու, այսինքն վարչագարկի փոփոխություն չի եղել, իշխանապողություն չի եղել մեկ, երկրորդ ուրեմն այդ հավանական սցենարը Իրանի մասնատմամբ չի իրականացվել, գիտեք այս առումով նաև քրդական գործոնի ուղղությամբ քրդերը զինելու ոչ միայն վերլուծական քրագանություն կար այս մասին, այլ նաև պաշտոնական հայտարարություններ, դա եւս չի աշխատել, Իրանի տարածքային ամբողջականությունը շարունակում է բաղբանվել, եթե այս դրվածքով Իրանը գնա բանակցելու նոր օրագարկերով եւ նոր օրագարկերի ամբողջ էությունը կարծում եմ հիմնված պիտի լինի ամբողջ այս էներգիայի հետ կապված արևմուտքի քերշահույթների բաժնեկցման։ Պարոն Կանտարյան, ձեր գնահատմամբ Իրանում առկա իրավիճակը որքանով կարող է այսպես ներքին կյանքում դառնա անվերահսկելի, անկառավարելի, որքանով հնարավոր է Իրանում այսպես ներքաղաքական խժդժություններ, ներսից, այսպես ասած, քաղաքացիական ուրեմն անհնազանդություն։ Գիտեք, եթե հետագիծը նկատի ունենանք այս բոլոր բադաղարների սկզբում Իրանի պրոքսիների չեզոքացման լայնածավալ գործողություններ եւ Գազայում, եւ Լիբանանում, եւ Եմենում, եւ Սիրիայում, հետո նաեւ ներքին անհնազանդության բողոքի ակցիաներ ծավալային տեսքով եւ ուրեմն հետո պատերազմ, այսինքն արտաքին ներքին լրջակույն մարտահրավերների արգայություն ստեղծում այդ մարտահրավերների, հետո ուղղակի պատերազմական գործողությունների մեկնարկ եւ ուրեմն նախապանը, որ եղել էր քաղաքացիական անհնազանդությամբ, գուցե նաեւ սխալ հաշվարկի էր առաջնորդել ուժերին, որ հոգեվոր առաջնորդի չեզոքացումով այդ ենթահողը հավելյալ թափ կստանա եւ գլինի Վենեսուելա 2, այսինքն ինչպես այնտեղ Մադուրոյի արևանկումով գտրուկ իրավիճակ փոխվեց, դա չաշխատեց Իրանում։ Եվ այսօր նաև ես քիչ առաջ խոսեի, որ ոչ քրդական գործոնը, ոչ ցակումնապանական առումով ազերիական, ուրեմն խավի կամ հասկապնակչության ուրեմն ոտքի կանգնելը, այդ խմորումները չստացվեցին մինչ այժմ եւ դա ուրեմն կարևորագույն նախադրյալ էր իբրև արգելագիչ Իրանի մասնատման կամ տարածքային ամբողջականության վերափոխման։ Այս հանգամանքները կարծում եմ կարևոր են եւ որովհետեւ արտաքին մարտահրավերի դեպքում գուցե նաեւ արձանագրվեց
ներ-իրանյան միավորում նաև այս առումներում։ Եթե ամփոփենք, պարոն Կանտարյան, ըստ էության առաջիկայում հնարավոր է այսպես ռազմական գործողությունների թեկուզ ժամանակավոր, բայց դադար տեղի ունենա։ Հաշվի առնելով Թրամփի հայտարարությունը, որն ասում է Իրանը հրաժարվել է միջուկային զենք ունենալու գաղափարից եւ այլն։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ այս հայտարարությունը վերջի Թրամփի նախապես էլ Տեհրանը ասել էր, որ միջուկային իր համագարկը զենքի չի վերածելու, ուրեմն օգտագործելու է ուրեմն խաղաղ նպատակների համար, բայց հիմա ելքի որոնման ուրեմն ձևակերպումների մասին է խոսքը, թե ինչ կստացվի բարդ է կանխատեսելը, բայց կարծում եմ, որ եթե պիտի գնա բանակցային փուլ, բոլորովին նոր օրակարգով, որի հիմնական նպատակը քիչ առաջ ուրեմն ասած ես այդպես կգործեմ, որ ամբողջ ուրեմն էներգիայի ոլորտի վերապաշխման խնդիրներն են լինելու, բայց նույնը կարելի չէ ասել Լիբանանի դեպքում, որովհետև այս բանակցություններից Իսրայելը կարող է անհանգիստ լինել, որովհետև թերևս իր առաջադրած հիմնական խնդիրը անվտանգության կոդին չի իրականացվել։ Դրա համար նաև կարծում եմ, որ զուգահեռ ավելի սաստկացրեց իր գործողությունները հատկապես հարավային Լիբանանում։ Այսինքն, եթե մինչ այժմ զուգահեռ էին դեպի Իրան ամերիկյան հարվածները եւ դեպի Լիբանան Իսրայելի հարվածները, այդ զուգահեռը կարող է որոշակի դեղ հատվել եւ գուցե լինի ժամանակավոր կամ ավելի գայուն հրադադար Իրանի դեպքում, բայց Լիբանանի դեպքում առաջադրված նախագծերը, իր ծրագրերը նկատի ունենալով կարող է այդ զուգահեռ ընթացքը կանգնել։ Շնորհակալ եմ, պարոն Կանտարյան, զրույցի համար։ Ես նույնպես։ Կապ էինք հաստատել Լիբանան, Բեյրութ, զրուցում էինք Բեյրութում լույս տեսնող ազդակ հորաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանտարյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Իսկական ազատությունը սկսվում է այնտեղ, որտեղ քեզ անկաշկանդ ես զգում։ Երբ ամեն ինչ իր տեղում է, իսկ դու քո տարերքի մեջ։ Երբ պատերը ոչ թե սահմանափակում են, այլ ոգեշնչում։ Իդեալ համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Եվրոպական պաստառների նոր ու լայն տեսականին, գերմանական Rush, ֆրանսիական Ugepa, իտալական Parato եւ Emiliana Parati, Hohenberger, Ravenna, Elysium, Wallap, It's Show, արդեն իդեալ համակարգում սկսած ընդամենը 490 դրամից։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։